Լեյտենանտ Մուսայելյան։ Մուսայելյան, ինչի՞ չէ զեկուցել, որ կրտսեր սերժանտ Աղեկյանին ծեծել են։ Չես լսում ինչ եմ ասում։ Լսում եմ, պարոն փոխգնդապետ։ Բայց ես տեղյակ չեմ եղել, որ նման բան ա եղել։ Բա ով պետք է իմանա։ Դու էլի տեղում չես։ Տեղում եմ, պարոն։ Հենց հիմա Աղեկյանի հետ ներկայանում ես ինձ մոտ։ Լսում եմ։ Որապա։ Ես եմ։ Աղեկյանին ասա թող գա։ Լսում եմ։ Դու ինչ իրավունք ունես ինձ որին ծեծես։ Բա դու հայ ես։ Դու մարդ կոչվելու իրավունք ունես հայա։ Ձեզը տենցես սովորացրել, ասել է, որ կքծես ու կտշես։ Զանգել ես սրավորը, որ գա, չի լիգայը։ Ճիշտ այդպես, երկուսի ծնողներն էլ կանչել եմ։ Այդ այն նմաններին է պետ նստասվել։ Կգնաք կնստեք, որ խեկներդ գլուխներդ կհավաքեք։ Ու ես կլինի դաս, որ մնացածը հանգար չփորձեն, մեկը մյուսի վրա ձեռք բարձրացնել։ Կջարդրեմ այդ ձեռքը։ Հələ սրաս նայի։ Սերժանտի վրա ձեռք եմ բարձրացնում։ Բա մյուսը ուրա չլիգայա։ Իրավը բանի մոտ ա։ Որ վերջացնի ասակամոտս։ Լսում եմ։ Հեսա զորքի առաջ ներողություն ես խնդրելու քո արարքի համար։ Ասես, որ ստորություն ես արել, որ դրանից հետո կգնաք կնստեք։ Բարձրան չլիգայա։ Լսում եմ։ Դուք մեղավոր չեք։ Ձեզ դաստիարակողներն են մեղավոր։ Մուսայելյան, ինչի ես քեզանից չեմ իմանում, որ քո կրտսեր սերժանտին ծեծել են։ Պարոն փոխգնդապետ, ես դրա մասին չեմ իմացել։ Աղեկյան, հիմա ինձ պատմի, ինչի ես խփել զինվորներին։ Դու առաջինն ես իրանց վրա ձեռք բարձրացրել։ Ասա տեսնեմ, իրավունք ունեիր զինվորի վրա ձեռք բարձրացնել։ Ոչ մի կերպ։ Իսկ ինչի ես բարձրացրել։ Դե հիմա նստի ու գրի։ Արագ։ Այ քեզի պատմություն։ Բովը վերև հասցրել այդ լագոդները Լևոնին ծեծել են։ Առաջի վերջի զինվորներից մեկը։ Ինչ մի հետ երկուսին պիտի տադեն, հա։ Լևոնի հարցնել ա լուրջ։ Դա երևի կոչում ա զրկեն էլի։ Հələ պարզ չի։ Բայց Լևոնն էլ ա, չէ՞ թխա։ Հա։ Առաջինը ինքն ա խփել։ Բայց դա լակոտներին հասնում էր։ Լավ է, ես չեմ տեսել դրանց Լենայի լուսամուտների մոտ։ Թե չէ իմ որդներից տակ կլինեին հաստատ։ Դու իրավունք չունեի խփել։ Եթե Ելենայի պատուհանի առաջ նման ստորություն էին արել, դու պետք է մեզ ասեիր։ Մենք այդ հարցին ճիշտ լուծում կտայինք։ Ոչ թե խփեիր Աղեկյան։ Այդ զինվորների գործերը դատախազությունում ա։ Զինվորին ծեծելու համար ներում բեկում չկա։ Աղեկյան, եթե դու չլինեիր տուժող կողմը, դու էլ կհայտնվեիր նույն կարգավիճակում։ Սոմի լսեք ինչ կենեք, հեշ մարդուր, հեշ մե թեմային ժամանակ, ոչ կխպեք, ոչ կաշի տոն կուդակ, սիրում շնորքով հանգիստ կավրիկ մե վաղթում, ճոգին կաղպեք։ Դանակը ոսկորի տասավ, հա։ Գևոր։ Ոսկորի դել է ասել, որ այդ խաբար չկա։ Հանգարց մեր երած թեմաների մասին վերև նիմացել են, մենք եք հայտնվինք իրանց վիճակում։ Հասկացար։ Բայց որ Լևոնը բացատրություն չի տալու վիրավորելու համար։ Տո պալաբեք, ծոնորսեցի, սաղի հետ հանգիստ շնորքով, բայց կխոսանք եդը թետևի մեջ, պետք եղավ տո կռուբի եք խոսանք, բայց առանց տպոցու, առանց կաշի տոնի։ Հասկացար։ Հա։ Ներ մնացետ առանց համար էշտանք նստեինք, գլուխ կար։
Ես աղջնյակ եք, Ինչ ասացիր? Աղջնյակ, նույն ինքը աղջիկ էլի։ Դու երևի նոր եկած զինվոր ես, ինձ լավ չես ճանաչում։ Չգիտես, թե ինչերի եմ ընդունակ։ Ադա լավ ցավը տանեմ էտի սա հեչ անցածն էլի։ Դու ինձ մի բան ասա, ստե տաղա վաճառողի չկա։ Չէ, տաղա վաճառողի չկա։ Ես եմ։ Աբա խոսքի մեզ բան եմ ուզում, որ անհարմար է քեզնից ուզեմ։ Մեր մոտ այդպիսի բաներ չեն վաճառվում, որ անհարմար լինի առևտուր անելու։ Դա ոչ չեն վաճառվում, ցավը տանեմ, հենա տեղով մեկ անհարմարություն է։ Արա ես ոնց եմ ներվայնանում ես վիճակից։ Սուպերմարկետում մի հատ մենեջերը չկա։ Սուպերմարկետը դուրս կա։ Լավ, հումորի զգացումը տեղնա ցավը տանեմ, բայց ես էլ չեմ կարող ձգեմ, գիտես։ Արա քուր ջինի ֆարասիս ինչ-որ ինձ պետք է բեկանեմ, փողը դնեմ գնամ էլի։ Ախր ինչ ես ուզում արդես, որ չես կարողանում ասել։ Գոնե մոտով ցույց տուր, ես կտամ։ Ես ինչ վատ վիճակի մեջ ընկան քոդս արև։ Դե ոչ չեմ թուղթ տուր, ինձ թղթեր ունեք։ Հա, ստվարաթուղթ, 4 ֆորմատի թուղթ։ Մեկ ստվարաթուղթ տուր, հա։ Քոդեսի գադուն է։ Ասացիր ստվարաթուղթ։ Դե ոչ չեմ են մեկը տուր, ինչ էր անունը։ 4 ֆորմատ, հա։ Ֆորմատը, էդի տուր։ Քանի հատ։ Դե մի քանի հատ տուր, քուդ է բայ։ Աբես։ Զուքարանի թուղթ էր ուզում ասեր էլի։ Ամոթը։ Սարո։ Հա։ Ինչ հա, այստեղ լը։ Սարո։ Ծոբը քսես լավ կանոնադրություն գիտես։ Այլի։ Ինչ է այլի։ Ինձ որ քսես թե ես կերնամ Կինոսյանի հրամանը չկատարեմ։ Մտքիդ ինչ կար ծո։ Ոնց դա մտքիդ ինչ կար։ Ծո լսե։ Դու երթում չես տվե որ զինվորական հրամանները պետք է անպայման կատարես ժամանակին անվերապահորեն ու բարեխղճորեն։ Հա, ես տվալ եմ։ Դու որ տվել ես, ինչ կերնաս չկատարես։ Ցանկացած հրաման ըստ զինվորական օրենքի ու կարգ ու կանոնի պարտավոր ես կատարել։ Օրինակ, եթե քո օֆիցերդ քեզիքսյոր դու պետք է թափով թռնիս խոսքի կոսմոս, գլխով ուժեղ զարգես Յուպիտերին ունդից վազելով պետք է ետկաս, դու պետք է անպայման այդ հրամանը կատարես, Սարո։ Ուրիշ բան թե հետո կերտած կամանջերիդ քսես կամանջեր չան օֆիցեր դնցի սխալ հրաման է տվել, ու այդ օֆիցերին համապատասխան ծևի կպաջեն։ Բայց դու այդ հրամանը անպայման պետք է կատարես, Սարո։ Անկնա ուշադիր կարտա ու սխալ բաներ չսես։ Ես արդեն պատրաստվել էի Կինոսյանի հրամանը չկատարեի։ Սարո, լավ կկարտաս։ Այ Սարո։ Գևոր, հիմա ձերծոր Սարոն կուզերնձի սխալաներն ալի մխի արանք։ Լավ դրա վախտը չի արա։ Ինչ եղեք, ես եկ ուզեն նստեցնեն։ Մեդամի ձևյան հանգիստ եմ։ Ինձ թվում է ինձ էլ է նստեցնելու։ Էդ տանագը օսկորիտ հասավ։ Որ իմացան չասնում գումար եմ խաղացել, չէ։ Վերջ ապեր։ Ոչինչ ապեր։ Քեզ եկ ճամփուկ տնենք։ Գերտաս։ Տեղ հասար կզանգես։ Այ Գևոր։ Ինչի համար կոչում Ազրկե Մաղիկյանին։ Դե որովհետև ինքն էլ է խփել զինվորներին։ Բատեն ստորարքի համար ինչ աներ։ Ես թասիբի արծա։ Պետք չի մի ուղղությամբ մտածել բշտիկար։ Խփելա վերջ։ Կոչում Ազրկեք, պատժեք, եսի ինչ անենք, հա։ Իսկ այդ զինվորների գործերը վաղուց էր պետք դատախազություն տալ։ Դու տեսել ես իրանց գործերի մեջ ինչքան նկատողություն կա։ Ճիշտ այդպես։
Քո գործը են պետքա լիներ, որ դու զինվորին ճիշտ ուղու վրա կայնացնեիր, որ այսօրով նման բան չանեիր։ Աղեկյանը եթե սխալ լիներ, առաջինը ես իրան կպատժեի, հանգար նրանում չկասկածես Բշտիկյան։ Արագացրեք տղեկ։ Այ, աղբենյակ ջան, ես իչ հալատվեցի ես այսօր։ Այս բաշտը չեկավ մերես էլի։ Ապեր վրետ չեկավ դիմում ու գրի գնա ուրիշ զորամաս։ Ստե յախշու տեղ չկա, սաղ բաղված, ահա։ Էտո վա որ աղբեր։ Մինչև իմ գալը չեմ ասում, իմ գալուց հետո։ Չկա, չէ։ Բավոտ չկա պրծավ գնաց։ Դու հասցվի դու այդ պատասխանը, յանի ոչ չկա։ Էտո վա որ, շատ հետաքրքրած շարժ կլինի մի հատ բեմը հաթակ հրավիրենք տենանք էտո վա։ Էդ ես եմ ապեր։ Հեսա սպասի ծիծաղը միացնեմ, որ խնդիկըտ գա։ Ամես աղբեր ես ինձ զվաճացնելու համար։ Լար յախշի աղբեր, ալիլը տենանք։ Հար այս կան ես եմ եկե մնացածներ դու արի։ Ատեն հետա կտկնա շարժություն ես ադաչացնում քո նկատմամբ։ Արա թորնիկ ուր ես է դու մարի, իրան պետքա թու ինքը գարա։ Արա տղեկ կարողա թարգիկ ես խոսակցությունը։ Էլը դու սուս է գիշերվա պապան։ Դու, որ առանց հացնելու մեջ ընգալ խոսակցությանը։ Այդ ինչ հիմքերի վրա մեջ ընգալ որ, թեն ես մտածում ես ես իմ ծանը տեղը բդի թեթևացնեմ գամ հասնեմ մտե, այ ծերության սիմվոլ։ Այդ ինչ հասեց է։ Դարա բայց Ինչ արավ։ Տղեքի հարցը լուրջ է։ Լևոն այդ տղեքը ինձ բացարձակ չեն հետաքրքրում, դու են ասա տենամ հոգես չեն կոչում ազերքում։ Չէ։ Չգիտեմ եմ, մի տեսակ մեղավորության զգացողություն ունեմ։ Ինչի՞։ Իրանք կարող քեզ շատ հանգիստ գցեն քաց ու տակ, դու էլ դրա իրանց մասին ես մտածում։ Չէ դե։ Նենց հոգնած եմ։ Մի օրվա մեջ այնքան բան ա լինում։ Ուղեղս հոգնել է, ինձ թվում այսա գլուխս կպայթի։ Ոչինչ, ամեն դժվարության է կարելի է դիմանալ, ավելի ճիշտ սովորել ենք դիմանալ, ես էլ է պետք։ Ու էտից ես ես եմ ասում, իսկ ինչ որ ես եմ ասում, էտի պտիլնի հանապազոյա օրեք ձեր համար։ Արա, ջանի չխատնվեց արեց, տոլը մի հատ վերջ տվեք, հա։ Ինչ է եղե, մեխագի շորդը բացել է, հա։ Հայլի կզգա սարտեն հոդնեք ու կա։ Արա չհասկացա, արա, ես ում աղբոր հետ ես ես խոսում բաբշի, արա։ Վախ հորը սարևանա։ Եսա նայեք ստե ինչ ա կատալվելու աղբեր։ Վախ ազիզ ալև, արա։ Մեխակը բացվել է, հա ասում ես։ Հա։ Հոդնել ընգել, հա։ Խորը սարև արա։ Հեսը նայեք սրավելով ինչ թեմաներ արնելու, աղբետ ջան։ Հա, էլի մի ադեմ կնա տուսը լավ ներվայնացի, նոր արի հանգիստ քնի։ Վախ հորը սարև արա։ Իմիջալս քնելու մասին, երկրորդ յարուս նայ ուրդեղոր կարամարցենս տեղը քնի։ Ես մեկը կա, որ ինձ կարասի ինչ քայլեր անեմ, հա։ Չէ, քայլելու համար քեզի շատ շուտ է, որտեղ դու նախ տենց մի չոճ կենես։ Վախ հորը սարև արա։ Աղբեր քասան հիմա, ստե բեսամտ ուժեղ ու ջղայն տղեկ են գալ։